Ողջույն բոլորին, այս տեսանյութում հրեշտակային ժամերն են մայիս ամսվա համար։ Իհարկե ամենօրյա աղոթքները կօգնեն ձեզ այս գարնան վերջին ամսին անցկացնել ավելի լավ տրամադրությամբ եւ պաշտպանված լինել ցանկացած դժվարություններից, եթե դուք դիմեք ձեր պահապան հրեշտակներին։ Ընդհանրապես կարող եք շփվել, խոսել իրենց հետ հստակ ժամերին կամ եթե հստակ հարց ունեք, ապա հստակ օրերին դիմեք եւ ստանաք այդ պաշտպանությունը։ Կսկսեմ իհարկե մայիսի 3-ից, որովհետև մայիսի 1 եւ 2-ը, ամսի 2-ը արդեն իսկ ժամերն անցել են, դրա համար կսկսեմ մայիսի 3-ից։ Այսօր ժամը 09:12-ից մինչև 10-ը կարող եք խնդրել ձեր հրեշտակներին օգնել ձեզ լինել ավելի քաջ եւ ավելի վճռական։ Այսօրը նաեւ ուշադրություն դարձրեք կյանքի այն ոլորտներին, որտեղ որ դուք անապահով եք ձեզ զգում կամ վախ ունեք։ Մայիսի 4-ին այսօրը նվիրված է հարաբերությունների ամրապնդմանը եւ սիրո ու փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը։ Ժամը 08:42-ից մինչև 09:25 կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակներին օգնել ուրիշների հետ ներդաշնակ հարաբերություններ հաստատելու հարցում։ Մայիսի 5-ին ժամը 08:12-ից մինչև 09:02 կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակներին, որպեսզի ոգեշնչում գտնեք եւ ստեղծագործեք այդ օրը, կամ ձեր ստեղծագործական ունակությունները զարգացնեք։ Եվ մայիսի 5-ը դա հայելային օր է, տեսանյութը կարող եք նայել թվագիտության ալիքում։ Մայիսի 6-ին ժամը 10:16-ից մինչև 11:02 կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակին պաշտպանություն ունենալու բացասական էներգիաներից եւ անծանոթների չար մտքերից։ Մայիսի 7-ին ժամը 11:13-ից մինչև 11:58 կարող եք խնդրել ձեր հրեշտակներին, որպեսզի նա օգնի ձեզ սովորել թողնել ձեր հին դժգոհությունները, հին վիրավորանքները եւ չպահպանել ձեր ներսում այդ վիրավորանքները, այլ մոռանալ այն։ Մայիսի 8-ին այսօրը կենտրոնացեք ներքին խաղաղության հասնելու վրա, որը կօգնի ձեզ ավելի հստակ տեսնել յուրաքանչյուր հարցի լուծում։ Եվ հրեշտակին կարող եք դիմել այդ հարցում ժամը 08:20-ից մինչև 09:10։ Մայիսի 9-ին, եթե դուք ուզում եք ձեր հույսը վերակենդանացնեք կամ նաև լավատեսությունը ամրապնդեք կամ ավելի լավատես լինեք, ապա կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակին ժամը 11:45-ից մինչև 12:20։ Մայիսի 10-ին ժամը 11:15-ից մինչև 12:03 խնդրեք ձեր պահապան հրեշտակին ձեզ ուժ եւ էներգիա տա կյանքում ակտիվորեն մասնակցություն ունենալու համար։ Այդ օրը ձգտեք ակտիվ կյանքի դիրքի եւ ուշադրություն պահանջող առաջադրանքների կատարմանը։ Մայիսի 11-ին ժամը 12:40-ից մինչև 13:25 դիմեք ձեր պահապան հրեշտակին իմաստություն ստանալու համար, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ կյանքի իրադարձությունները եւ այլ մարդկանց հետ հարաբերությունները։ Մայիսի 12-ին ժամը 13:14-ից մինչև 13:55 խնդրեք պահապան հրեշտակներից քաջություն, նոր նախագծեր սկսելու եւ ձեր կյանքում դրական փոփոխություններ ներգրավելու համար։ Մայիսի 13-ին ժամը 14:15-ից մինչև 15:05 աղոթեք հրեշտակին, որ սովորեք ավելի հանգիստ մնալ դժվարին իրավիճակներում։ Մայիսի 14-ին ժամը 12:16-ից մինչև 13:03 հրեշտակին խնդրում են սեր եւ հասկացողություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ, ինչը կբարելավի կապը նաեւ ձեր սիրելիի հետ։ Մայիսի 15-ին ժամը 08:10-ից մինչև 09:00 դիմեք ձեր պահապան հրեշտակներին ձեր ֆիզիկական եւ հոգեվոր առողջությունը ամրապնդելու համար, որպեսզի նրանք ձեզ աջակցեն այդ հարցում։ Հրեշտակը կուղեկցի եւ կաջակցի ձեզ առողջ ապրելակերպ վարելու կամ հիվանդությունները հաղթահարելու այն ջանքերում, որոնք դուք ցուցաբերում եք։ Մայիսի 16-ին ժամը 09:22-ից մինչև 10:15 կարող եք աղոթել ձեր հրեշտակին, որպեսզի
լույս գտնեք ձեր հոգիներում եւ չբարկանաք կյանքի աննշան խնդիրների համար։ Մայիսի 17-ին ժամը 15:13 րոպեից մինչև 16:05 րոպեն խնդրեք ձեր պահապան հրեշտակին, որպեսզի գտնեք խաղաղություն եւ հանգիստ, նաեւ ժամանակ գտնեք հանգստանալու համար, հանգստի համար։ Եթե հանգստանաք այդ օրը, ապա կվերականգնվեք եւ կվերականգնվի ձեր կարողությունը կարևոր գործողությունների հետ կապված, նաեւ երբ որ մարդու ուղեղը հանգիստ է, ապա կարողանում է յուրաքանչյուր հարց լուծել։ Հասկացողությունն է վերականգնվում։ Մայիսի 18-ին ժամը 11:40 րոպեից մինչև 12:30 րոպեն կարող եք աղոթել ձեր հրեշտակին հոգու ուժի զարգացման հարցում աջակցություն ստանալու համար, որը կօգնի ձեզ հաղթահարել ճակատագրի մարտահրավերները։ Մայիսի 19-ին ժամը 15:12 րոպեից մինչև 15:55 րոպեն խնդրեք ձեր հրեշտակին օգնել ձեզ պաշտպանել ազնվության եւ բաց լինելու այդ ձեր ոգին, ձեր բոլոր գործերում եւ հարաբերություններում։ Այս հատկանիշները առողջ եւ կայուն հարաբերությունների հիմքն են։ Մայիսի 20-ին ժամը 10:47 րոպեից մինչև 11:35 րոպեն կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակներին, որպեսզի իրենք աջակցեն ձեր ստեղծագործականությունը բացահայտելու համար եւ ձեր նպատակներն իրականացնելու հարցում։ Մայիսի 21-ին ժամը 10:30 րոպեից մինչև 09:25 րոպեն կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակներին, որպեսզի նրանք օգնել ձեզ նպատակներին հասնելու համար վճռականություն ունենալու եւ համառությունը զարգացնելու համար, որ համառ լինեք եւ վճռական, որպեսզի գնաք հասնեք ձեր նպատակներին։ Այս հատկանիշները անհրաժեշտ են հաջողության ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու համար։ Մայիսի 22-ին ժամը 12:12 րոպեից մինչև 13:10 րոպեն հրեշտակին աղոթում են օգնություն խնդրելով թե ֆիզիկական, թե հուզական ապաքինման համար։ Այդ օրը կենտրոնացեք ձեր ներքին աշխարհի եւ առողջության նորացման վրա։ Մայիսի 23-ին ժամը 15:44 րոպեից մինչև 16:30 րոպեն աղոթում են պահապան հրեշտակներին ձեր եւ ձեր սիրելիներին չարիքից պաշտպանելու համար։ Մայիսի 24-ին ժամը 09:47 րոպեից մինչև 10:32 րոպեն խնդրեք ձեր հրեշտակին օգնել ընդունել կյանքը այնպիսին, ինչպիսին այն կա։ Խնդրեք խոնարհ մնալու ունակություն, ձեր հարաբերությունները եւ աշխարհի ընդհանուր ընկալումը բարելավելու համար։ Մայիսի 25-ին ժամը 13:20 րոպեից մինչև 14:15 րոպեն խնդրեք ձեր հրեշտակին օգնել ձեզ տեսնել լավագույնը յուրաքանչյուր իրավիճակում եւ պահպանել դրական հայացք յուրաքանչյուր օրվա նկատմամբ։ Մայիսի 26-ին ժամը 13:12 րոպեից մինչև 12:08 րոպեն դիմեք ձեր հրեշտակին ուրիշներին ծառայելու կարողության համար։ Արթնացրեք ձեր զգայունությունը եւ կարիքավորներին օգնելու ցանկությունը։ Մայիսի 27-ին այսօր լավ ժամանակ է հոգեկան խաղաղություն եւ հանգստություն խնդրելու համար։ Եթե դիմեք ձեր պահապան հրեշտակներին ժամը 11:25 րոպեից մինչև 12:14 րոպե, որպեսզի իրենք ձեզ օգնեն հանգիստ մնալ նույնիսկ ամենաստրեսային իրավիճակներում։ Մայիսի 28-ին նվիրեք այսօրը խաղաղությանը եւ անցյալը հետևում թողնելու այդ կարողությանը։ Կարող եք դիմել պահապան հրեշտակներին, որպեսզի նրանք ձեզ աջակցեն, որպեսզի ձեր կյանքում խաղաղություն մտնի եւ այն ինչ որ կա, այն ինչ որ վատն է թողնեք անցյալում։ Դիմեք հրեշտակներին ժամը 07:45 րոպեից մինչև 08:32 րոպե։ Մայիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև 09:55 րոպեն խնդրեք ձեր հրեշտակին ամրապնդել ձեր ինտուիտիվ կապը ձեր ներքին եսի հետ, որպեսզի դժվար որոշումներ կայացնելիս կարողանաք լսել եւ հասկանալ ձեր ներքին ձայնին, ձեր 6-րդ գայրանին։ Մայիսի 30-ին ժամը 15:12 րոպեից մինչև 16:03 րոպեն խնդրեք ձեր պահապան հրեշտակներին օգնել ձեզ ազատվել բոլոր տեսակի սահմանափակումներից, լինի դա հուզական թե մասնագիտական, նաեւ էմոցիոնալ։
Սա այն պահն է, երբ կարելի է բացել դռները նոր հնարավորությունների համար։ Մայիսի 31-ին վերջին օրը նվիրեք ձեր հավատքի ամրապնդմանը ժամը 11:00-ից մինչև 12:00-ին դիմեք ձեր հրեշտակին շնորհակալության աղոթքով, շնորհակալություն հայտնեք և խնդրեք ազատվել բոլոր տեսակի կասկածներից։ Մայիսի այս օրերից յուրաքանչյուրը կարող է կարևոր քայլ անել, ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալու և ձեր կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։ Պապան հրեշտակը միշտ այնտեղ է, ձեզ աջակցելու ձեր հոգևոր ճանապարհորդության ընթացքում և օգնելու ամեն օրը դարձնել յուրահատուկ և արժեքավոր։